Գյումրիի փողոցների փոսերը մի կերպ շրջանցող վարորդների համար գլխացավանք են դարձել նաև բաց դիտահորերը, որոնք վերջին շրջանում նկատելիորեն շատացել են։ Դրանցից շատերը հենց փողոցների մեջտեղում են։ Մարդիկ անվադողեր, ծառի ճյուղեր, քարեր ու նույնիսկ խողովակ են տեղադրում բաց դիտահորերի վրա, որ վարորդներն իրենց մեքենաներով վտանգավոր փոսերում չհայտնվեն։ Բաց դիտահորերը ոչ միայն վարորդների, այլև անցորդների համար են վտանգավոր, հատկապես գիշերային ժամերին։ Անի թաղամասի Տրտած ճարտարապետ փողոցում բաց դիտահորը նախ անվադողով են փակել, բայց անվադողն էլ է ընկել փոսը, հետո բնակիչներից մեկը այլ լուծում է գտել։ Էս ընդ քարը երեխա է, մեծ մարդ է, չեն գնան էլի մեջը։ Հիմա անձրևա ջրերը էլի ջուրը լցվում է մեջը մարդ չտենա։ Էսենիկ դրել եմ թեմը ավտոները տենան հերվից։ Կալոսը դրեցիմ, այս կալոսը ընկավ։ Չպահեց։ Բաց դիտահորերի համար Գյումրիի իշխանություններին քննադատելու առիթը վերջերս բաց չէր թողել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը երկու փողոցում արված լուսանկարներ էր տեղադրել սոցցանցի իր էջում ու գրել. Քաղաքը լոլոներով չի կառավարվում։ Գյուղերն ու գյուղացիներին թիրախավորողներին տեղեկացնեմ, որ Հայաստանի որևէ գյուղում նման բան չկա։ Արդեն մոտ 1 շաբաթ նման տեսարան է։ Նկարներից մեկը Ղանդիլյան փողոցում էր արված։ Այսօր այդ նույն դիտահորը երկու կողմից անվադողերով էր փակված, ծառի ճյուղերով ու ոստիկանական ժապավենով փաթաթված։ Բայց ինչու են բաց Գյումրիի ավելի քան 2 տասնյակ դիտահորերը եւ որտեղ են դրանց թուջե կապարիչները։ Գյումրիի քաղաքապետարանում երկու հիմնական պատճառ են նշում։ Առաջինը, որ թերևս ամենատարածվածն է, դրանք գողանում են։ Թուջե կապարիչները իրոք գողանում են։ Նու համապատասխան մարմիններին համայնքապետարը դիմել է ոստիկանությունի նկատի ունիմ, որ միջոցներ ծրագրեն գոնե չշարունակվի, շարունակական բերում չկրի։ Իսկ այդ կապարիչները, որոնք որ կողացել են արպած է, նորմալ է, դիտահոր է, բայց կապարիչ չկա։ Համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ Վարդան Ալթունյանը վերջին ամենաթարմ դեպքը պատմեց, որ նոր փոխված դիտահորը կրկին առանց կապարիչի է մնացել։ Հենց երեք դեպք է եղել Արցախ թաղամասում Թուրքի մայրեն։ Ջերմուխովին նոր սալը պերետրել է իր թուջե կապարիչով։ Մյուս օրը գնացել են ճարտած, փրշած, դիտմամբ են Ուրեմն մանրացնում են, որպես այդ ընդունող կետերը վերցնեն որպես պրոստը չուգուն։ Իսկ որքան արժե մեկ թուջե կապարիչը։ Միջին չափը 1.50-ը ամենախփանն է, պահանջվողն է, իր թուջե կապարիչով մոտավորապես 150,000։ Իսկ մենակ թուջե կապարիչը 70-80,000։ Այդ մեկ կապարիչը։ Մետաղ ընդունող կազմակերպությունների հետ պայմանավորվել են, որ թուջե կապարիչներն այլևս չընդունեն։ Պաշտոնյանն ասում է, որոշ ժամանակ գողությունները դադարեցին, բայց հետո ելքը գտան։ Ելքը գտել են փրշում են, մանրացնում են տալիս են։ Իրանց կիլոգրամն է կարևոր չէ նյութականը, ինչ մատերիալ է, ինչու համար է։ Երկրորդ պատճառը ծանր մեքենաներն են, որ հենց Գյումրիով են երթևեկում, ոչ թե շրջանցիկ ճանապարհներով։ Քաղաք են մտնում գերբեռնված ավտոմեքենաներ, որոնք հենց անցնելուց արդեն նայում ես այդ դիտահորը չկա, փշրվում է, որովհետև նախատեսված չէ այդ ծանրաբերության մեքենաների տակ աշխատել։ Վարդան Ալթունյանը շրջել է բոլոր բաց դիտահորերը լուսանկարել, ասում է քաղաքապետարանը պատրաստվում է նորերը գնել։ Գծել են կազմակերպություն, որոնք արտադրում են դրանցից ստանալու պես, մոդորերը ստանալու պես արդեն այդ փոխելու նորը տեղադրելու պրոցեսները կերտ է։ Բայց երաշխիք, որ դիտահորերը դարձյալ առանց կապարիչ չեն մնա, չունեն, դիմել են ոստիկանություն, որ գոնե իրավապահները կանխեն գողության դեպքերը։